Սիրելի բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդումն է եւ այն այսօր մենք կվարենք մի հետաքրքիր մարդու հետ, որ եկել է մի հետաքրքիր վայրից եւ բնականաբար այդ հետաքրքիր մարդը կպատրաստի մի հետաքրքիր ուտեստ մեր լսարանի համար։ Այսօր մեր հյուրն է Թիֆլիսահայ հայտնի շեֆ խոհարար, այդ թվում նաեւ հիմա YouTube-ի տարածքում Արամատի Կավկազա էջի պատասխանատու վարող Կարեն Ասատուրովը, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Եվ նկատում եք մի հետաքրքիր մանրամասը, քանի որ Խաչիկյան ազգանունը այսպես շատ բնորոշ է հայ-վրացական հարաբերություններին եւ խոհանոցին, իդեմս Միմինո ֆիլմի եւ այնտեղ ասում եմ Красный рубашке պրոֆեսոր Խաչիկյան, Կարեն Ասատուրովն էլ իմ այսպես հայերեն ասած խաթեր, նաեւ ինքն էլ է կարմիր գոքնոց կրով, որպեսզի այդ կարմիր գույնով ցույց տանք մեր վերաբերմունքը հայ-վրացական հարաբերությունների Միմինո ֆիլմին։ Այսօր ինչ կպատրաստենք Կարեն։ Այսօր ուզում եմ պատրաստեմ վրացական խոհանոցից մի շատ համով կերակրատեսակ, չախող բիլի, որը պատրաստվում է թռչնամսից, բայց ես պատրաստելու եմ ջալամի մսից։ Առաջին անգամ։ Հա, առաջին անգամ, բայց ջալամի միսը շատ օգտակար միս է եւ համեղ միս է։ Ինքը մուգ գույնի միս է, կարմիր միս է, ավելի շատ տարբերություն մեզ ծանոթ հավի մսի, որ ավելի շատ սպիտակ միս է։ Հա, ինքը պետք է որ ստացի շատ համեղ, օգտակար կերակրատեսակ։ Փայլուն։ Հիմա ինչ ենք անում։ Սկսենք միսը կտրատել, հետևից բանջարեղենը։ Փայլուն։ Ասեմ, որ Կարենը ներկայացնում է այս պահին Թիֆլիսյան հայտնի Z10 ռեստորանը, որ գտնվում է անմիջապես խորհրդարանի հարևանությամբ։ Դու կարող ես սկսել, ես կներկայացնեմ։ Կարենը ունի մի այսպես որպես Թիֆլիսահայ տանը խոսում են հայերեն, դրսում քանի որ Վրաստանում են խոսում են վրացերեն։ Վրաստանի երկու նախագահների համար կերակրատեսակներ են պատրաստել։ Սալոմե Զորուբաշվիլի, Սալոմե Զորուբաշվիլի համար, մեկը Գյորգի Մարգոլաշվիլի համար։ Սաակաշվիլին չի ասել, որ այդ ժամանակ ինքը դեռ փոքր էր։ Սաակաշվիլի վաղ նոր սկսում է աշխատել, արդեն ինքը Ուկրաինա էր գնացել։ Այո, փայլուն։ Ես միսը կտրատեմ։ Հրաշալի։ Դուք կարաք սոխը կտրատեք։ Այո, ամենածանր գործը ինձ, ամենաինտելեկտուալ մասը Կարենին, հա, Կարեն։ Ուզում եք փոխվենք։ Ինչպես չէ, բնականաբար։ Ինչպես կտրենք։ Կիսալուսինով։ Փայլուն։ Միսը կտրատում եմ մի քիչ sense մեծ կտորներով, որ պատրաստելուց ինքը մնա սոճնի, համով ստացվի։ Հյութեր, այո։ Չոր չլինի։ Եվ դու գիտեք, որ Թիֆլիսահայերը շատ սիրուն խոսք ունեն, շատ սիրուն բարբառ ունեն, եւ բնականաբար շատ կարեւոր է, որ Թիֆլիսում եւ Վրաստանում Կարենի նման մարդիկ պահում են հայկականությունը, եւ այսօր ինքը եկել է Հայաստան, որպեսզի իր բլոգի միջոցով նաեւ ներկայացնի հայկական խոհանոցը։ Մենք էլ օգտվելով առիթից փորձ ենք կատարել, որպեսզի իրեն ներգրավենք այս խոհարական հաղորդման մեջ։ Միսը մենք որ արդեն սկսենք ջարի տանել, ինքը փոքրանալու է, տապակի։ Մենք միսը որ տապակենք փոքրանալու է, որ շատ փոքր չլինի ու չոր չլինի, որ համով փորձենք, ավելի լավ է քիչ մեծով թողենք կտորները։ Ասեմ, որ մեր Կարենը ներկայացնում է fusion խոհանոց, ինչ ասել fusion խոհանոց, ինքը ավանդական վրացական, հայկական ուտեստները պատրաստում են այսպես հետաքրքիր մատուցման։ Դրա համար երբ ասում են չախոբիլի, մարդիկ պատկերացնում են, որ դա ճագարի մսից պիտի լինի կամ առնվազն թռչնամսից, բայց հիմա ճիշտ է ջայլամն է թռչուն է, բայց դե ջայլամը մի քիչ չափսերով մեծ է, մի քիչ մեծ է, 9 ամիսն է, որ մտնում եք տավարի մսին է նման, ավելի շատ ոչ թե թռչնամսին է նման։ Թռչնամիսը ոնց է բոլորն է գիտեն սպիտակ է լինում, մի քիչ դեղին նոտկեքով։ Ասեմ, որ մեր այս տեսանկարահանող սարքերի հետից բավականին մարդիկ հետևում են, թե ինչ է ստացվելու, եւ եթե լավ ստացվեց, ապա մենք մեր մոտ կընդգրկենք մեր ճաշացանկում, չնայած մենք շահագրգռված ենք ներկայացնելու հայկական ազգային մթերքներից պատրաստված, բայց քանի որ հիմա նաեւ Հայաստանում ջայլամ են աճեցնում, նաև մենք կարող ենք օգտագործել հայաստանյան ջայլամի միսը։ Իչե դուք էդի կտրատել եք, ես կարա կվարում թող տականա։ Այլուր։ Կարենը իր հետ ամեն ինչը բերել է, տեսեք խոհանոցային դանակների ինքը լավ հավաքածու ունի, խոհանոցային տախտակը, նույնիսկ վառարանը իր հետ բերել է, որպեսզի ոչ մի հոգս չպատճառի իր հայաստանյան բարեկամներին եւ իր միակ հոգսը պապիկին է պատճառում։ Հա ճիշտ եմ ասում։
Չէ, ասի, դա որ պատրաստում ենք, հետո զանգում են, գալիս են մեր ընկերները, բարեկամները, պապիս ընկերները, նստում ենք, համ տեսում ենք ինչ են պատրաստել։ Մի բաժակ տնական ուղի ենք խմում, պապի քաշած։ Հա, պապերը հիմա լավ ծառեր ունի։ Դեղցի, ծիրանի, տարբեր։ Չէ։ Այնքան վերք է հավաքում պապին, որ բոլորին բաժնուց հետո տնական օղիել ենք սարքում։ Փայլուն։ Այնտեղ նույնիսկ մեկ հատ այս մեր ճոճանակ տեսա եւ մեր գայնի մայրը, որ չնայած մեծացել է Երևանում, բայց հիմա հանգամանքների բերումով որ ամուսնուց հետո ապրում է Թիֆլիսում, օգտագործեց բալիշ բառը, մեր մոտ էլ գիտեք Գաղթարան սահմանակից է Վրաստանը, եւ մենք շատ վրացերից բառեր ունենք, որ օգտագործում ենք, այդտեղ բալիշ մի 25 տարի երևի չի լսել այդ բառը, եւ մեր բոլորիս համար մեր լեզու, մեր ժողովուրդը հարուստանալով դա մեր եւ ինչ որտեղ մեր բացն է, բայց նաեւ առավելությունն է, որ հայերը այսօր ապրում են աշխարհի շատ ու շատ երկրներում եւ Թիֆլիսահայերը նույնպես մի առանձնատուկ համ ու հոտ են տվել մեր ժողովրդին եւ տևական ժամանակ Թիֆլիսը եղել է Արևելահայաստանի ամենակարևոր մշակութային, տնտեսական եւ քաղաքական քաղաքը եւ Շուշիի հետ մեկտեղ, որ դժբախտաբար այսօր էլ հայկական չի, մի քանի այլ քաղաքների հետ ինքը կրթել է եւ մեծացել է շատ հայ սերունդներ, վերջին 300 տարում արևմտահայոց կյանքը ձևավորվել է Պոլիսում, իսկ արևելահայոց կյանքը հիմնականում ձևավորվել է Թիֆլիսում, այն աստիճան, որ նույնիսկ Թիֆլիսում հռչակվել է Հայաստանի անկախությունը, այն ռեստորանից մի 100 մետր ներքև, որտեղ որ աշխատում է Կարեն Ասատուրովը, հա, Z10, ճիշտ եմ հիշում։ Հա, Ռուսթավելի փողոցի հետևը։ Պողոտայի, այո։ Ռուսթավելի փողոտայի հետևը։ Իսկ գիտես որ շենքում հռչակվել Հայաստանի անկախությունը։ 20-րդ դարի Կովկասի լավագույն ճարտարապետական շինությունն է, հիմա կոչվում է Թբիլիսի Մարիոտ, այն ժամանակ կոչվում էր Majestic, ճիշտ է Միքայել Արամյանցի տանը։ Լցնում ենք բուսայուղը կամ այլ կերպ ասած ձեթը, հա? Հա, բուսայուղ լցնենք։ Հերիք ավելի։ Դե բանը կարանք ավելացնենք, դա համար ես ուզում եմ մի քիչ կարակ տամ։ Հա, ճիշտ ես։ Որ ավելի sense համով ստացվի։ Այս վրացահայերը ամեն չամով են պատրաստում։ Իսկ ձեր տանը ով էր լավ պատրաստում։ Պապիս ինչ սարքում է սիրում է sense հավեսին sense։ Ո՞ր պապին, Թիֆլիսի թե Երևանի։ Չէ, Երևանի Թիֆլիսի պապին արդեն։ Ես կարող որ Երևանում իրանց մոտ ենք դրա համար ես այդպես ասում։ Չէ, հա։ Պապից որ պատրաստում է, պապի հետ մենք վիդեոներ ենք նկարել YouTube-իս համար։ Նա ֆիրմենի կերակրատեսակ ենք պատրաստում, որը ինա մաման էր պատրաստում։ Ինչա կոչվում։ Դարսովի։ Հա, Դարսովի։ Այս Դարսովի վրացերեն ասեց։ Շեշտը առաջին վանքի վրա դրեց։ Դարսովի ոնց որ վրացերեն են, չէ՞, Դարսովի, բայց իրական Դարսովի էլի։ Դարսովի։ Դարսելով էլի։ Հա, դարսելով համով կերակրատեսակը, դա հենցա բոլորն է պատրաստում են, պրոստը մեր ընտանիքում միշտ պապին է պատրաստել, միշտ պապին ինա համեմուկներով է պատրաստվել, արդեն մեջներս տենց տպավորվել է, որ պապի կերակրատեսակը դարսովին է։ Սա մեր ջալամի միսն է։ Այո։ Ձեթ արդեն ճպճպում է, տաքացել է։ Սկսեմ։ Այո։ Պարոն Խաչիկյան, Ահա, ասեք որ յուրատուկ հոտ ունի։ Անշուշտ։ Մենք հիմա իհարկե չենք կարող մեր հեռուստատողին փոխանցել այն հոտը, որ ձևավորվում է այս կաթսայի մեջ, շատ հիմա ինքը կսպիտակի իհարկե իր հյուսվածքները, մի փոքր կջրազրկվի, կհեղուկազրկվի եւ կավելացնենք սոխը, հա երևի։
Սոխը կավելացնենք, կարելի է սխտորներ արդեն կտրատել։ Այո։ Լոլիկը դուք սխտորը ուզում եք կտրատել, ես լոլիկը պատրաստեմ։ Ուզում եմ լոլիկից կաշին մաքրեմ, հանեմ, որ ավելի համով ստացվի։ Այսինքն սոխը Մի հատիկ։ Դե սխտորը մեկ հատիկը հերիք է, չէ՞։ Մեկ հատիկը հերիք է, սխտորը արոմատի համար։ Համերը Այո, հիշում եք, որ խոհարանները ինչ են, սկզբից ճզմում են, սխտորը հետո մանր կտրատում են, հա։ Պամիդորի վիճ էս պոչիկները։ Այո, այո։ Պտղակոթերը հանում ենք։ Դրանք հատուկ համ չեն տալիս, էլի, չէ՞։ Չէ, պետք չի։ Պամիդորի Երբեմն օգտագործում ենք, բայց անպայման պետքա դե ուտելուց առաջ հանենք, որպեսզի ասինքն կերակուրին չխառնվի։ Պամիդորի խաչաձևս գից ենք անում, հետևի կողմից, խաչաձև։ Ռուսերեն կոչվում է կրեստաբրազնի։ Կրեստաբրազնի։ Մեր կայանը թարգմանում է, Խաչաձև։ չէ՞։ Տակ ջերի մեջ որ դնենք, ինքս քեշ կլպվի արդեն։ Այո։ Ես լայվ խակ է, էսի։ Այո, ես էլ ուզում ասեմ, որ լայվ խակ կամ օգտակար խորհուրդներ Կարեն Ասատուրովից։ Սերի հերոստատիտողներ չնայած Կարենն ասում է, որ սա թռչնամիզ եւ այլը, բայց ավելի շատ դու տավարի մսով Չախոբիլին, ասիկ այդ հյուսվածները ջայլամի չափերը, ջայլամը մոտ 120-130 կիլոգրամի հասնում է, չէ՞ միսը։ Հա, հասնում է մի ջալամի ձուն 30 մի ջայլամի ձվից 30, ասիկ 30 ոնց որ սովորական հավի ձվից, այո, ձվածեղը պատրաստ։ Չափսերը պատկերացրեք, բայց ջալամի միսը շատ օգտակար ու համեղ է։ Ընդհանրապես ցանկացած միս ինքը օգտակար եւ համեղ է, եթե իրան չեն կերակրել վատ, ասենք կերերով։ Ամենադժվար գործը ես անեմ, խառնեմ, ու խառնելուց անունը գնաց, հիշում ենք, որ մի 2 տարի առաջ մեր մաքսատանը խառնվել էին, եթե ջայլամը մենք արդեն ասում ենք, որ թռչունա, կոկորդիլոսի հետ կապված չենք գոմնորոշում, դա հավա թե թռչունա թե կենթանի է, ըստ քեզ կոկորդիլոսից ինչ-որ մի բան պատրաստել ես կոկորդիլոսի մսից։ Կոկորդիլոսի մսից խորված է ստացվում համեղ։ Հետ սարքել ես։ Ես չէ։ Ես չեմ պատրաստել, հələ որ չեմ պատրաստել, շատ էկզոտիկ մսեր եմ պատրաստել, արջ, եղնիկ, մարալ։ Մենք ավելացրեցինք արդեն լոլիկը, պղպեղը։ Դրանց հետո ուզում եմ ավելացնենք արդեն համեմուքները, այս համեմուքները Վրաստանից եմ հետս բերել, ինքը վրացական համեմուքներ է։ Բայց դուք եք պատրաստել։ Ես նայել եմ ձեր հաղորդումներից մեկը, որ դուք ինքներդ պատրաստել Հա, եք։ էսի ես եմ պատրաստել, այս նահոնը Սվանսկի սոլյա, Սվանյան աղ, մենք էլ ասում ենք Սևանյան աղ, այդ խաղում ենք այդ բառի վրա, իհարկե ինքը Սվանյան, այսպես ասած, համեմուքներն իհարկե աղով։ Մենք ինչ առոմատ ունի։ Այո, փայլը։ Ինքը Սվանե Վրաստանում տենց Սվանեթի։ քաղաք տենց անկյուն կա, Սվանեթի ռեգիոն, տարածաշրջան։ Ինքը գտնվում է բարձր սարերում, միշտ ձուն է տեղ, կարելի ասել, ու տեղ են պատրաստում այս համեմուքը։ Որտեղ ավելի սուր է իրանց համը եւ ավելի արտահայտված։ Շատ հայտնի համեմուք է Վրաստանում էսի։ Մի քիչ էսի կծու է, այս կծու են պատրաստել։ Այո։ Ավելացնենք
կծուպախբեղ չնայած ցուցադրում ենք, բայց չենք գցի, Չէ, չենք գցի դա մրա։ Ինչ էս կծուցուն ես ունեմ, ստեղ հերիքա։ Ես դանակով եմ գցում, բայց այս չափսին երկու չայ գտալը բավականին է։ Հիշում եք հայտնի Գիքորը, որի հիման վրա 1983-ին Հենրիկ Մարյանը նկարեց, Նեյոցուն Սերգեյսյանը նկարեց իր հայտնի Գիքորը ֆիլմը, եւ այնտեղ ասում է չայ բերեք այս մեր հյուրերի համար, չայը դա իհարկե հայերեն չի, բայց Թիֆլիսում ընդունված է չայ ասելը։ Ուցխոն, գիտեք, սունելի դա նշանակում է համեմուտ վրացերեն, ուցխոնել այդ առաջի ձեռննգած էլի, չէ։ Վրացիները ասեն մեգոբրբը ցոտա ուցխո սունելի դավա մատոտ արոմատիստվիս, գեմոստվիս, ուցխո սունելի, քինձի սունելի, սվանուլի մարիլի, այո, սիմինդի, ցխելի սիմինդի բուրբուշելա։ Հիմա կազանը մեր ուզբեկական, որի մեջ պատրաստվում է մեր ջալյամի մսով վրացական կերակրատեսակը չախողբիլին, կրճկեն փակենք, որ ես ինքը որ էփում է բլբլթում է ջուրը, պարա դուրս, ինքը դուրս չգա, չկորի հա այդ արոմատները, սա համերի չգնա օդ, ափսոսա կորցնենք։ Կրճկեն փակենք, թող մնա մեջը, որ ինքը այդ արոմատներով sense տեղը տեղին համեսով որ էփի, որ փորձելուց համեղ եղնի։ Ուրեմն տեսեք, մենք ուզբեկական ղազանի մեջ հայկական ջրով, հայկական ավստրալիական կամ աֆրիկյան ջայլամի մսով պատրաստում ենք վրացական կերակրատեսակ, պատրաստում ենք բան հայ խոհարի միջոցով պատրաստում ենք չախոբիլի, չէ՞։ Շատ հետաքրքիր բան է, պիտի ստացվի շատ համեղ։ Սենց թող ինքը մանր փոքր կրակի վրան տապակվի մոտ մանման կրակի վրան թող տապակվի մոտ մի 20 րոպե էլի կփորձենք։ Ինչա պետք ավելացնել համեմուկների ծաղից ու կփորձենք։ Ամենակարևորը ստեղ ես գիտեմ որ քո ձեռքը այնքան ճիշտ ես գցում որ կարիքը չկա։ Մեկ պետք է գալիս փորձել պարտադիր է։ Դե նայած որ եթե նախագահներ են մարդկա անալիա սիրում, մարդկա աղիա սիրում։ Նախագահ on կոսմոնավտը վիդել, on իշտանա վիդել, ինքը նախագահները տեսել։ Նախագահ ասիկ մի հետաքրքիր բան պատմեմ։ Այո։ Առաջի Գեորգի Մարգելաշվիլին որ եկավ, տեղին պատրաստին, հյուրասիրվեց մարդը կերցրինք, ճամփորդերինք, հետո անցավ մի շաբաթ զանգին ասին գալու է Սալոմե Զուրաբիշվիլին զգուշացրին որ ամսի սենց օրը իրիկունը ժամը 7-ին նախագահն էսպայ գալու է դի ճաշի կուխնի ոնց է լինում խոհանոց դուք պատկերացնում եք էլի ոնց է մեր սա պատրաստված զգուշացրած բոլորը գիտեմ նախագահն է գալու մեկ են ստացած զակազներ եկավ սկսենք չեկերը սարքել մի չեք երկու չեք բայց սա առանձին պատրաստել ենք առանձին լոլի առանձինից ոչի նախագահի համար են գնեն նախագահինն է այո զգուշացրել են արդեն մեզ բազմա Վրաստանում է կողմնապահություն կա ամենտեղ տենց է այդի ու բան եղավ զակազները պրծանք ուխին հավաքինք մենեջերին կանչինք ասենք նախագահի չեք օրա նախագահի կերակրատեսակները սկսենք պատրաստել սկսենք թողել էլի սա պատրաստում ենք բայց չեկը չկա Մենեջերը ասում է նախագահ արդեն կերել է դեսերտի անցի արդեն գնում է ոնց արդեն գնում է տենց շփոթել ենք չեկը խառնիկ նախագահի կերակրատեսակները դե առաջի անգամ մեր մոտ հյուրեր որ եկե ու նախագահ ավելի գո ավելի ուրախ էր մենք որ շփոթել ենք բայց ինքը ոչ բան է չիմացավ մենք ասինք ձև տնենք որ տենց է պետք է լիներ մենք ինադու փոխեցինք մենյուն որ ավելի հետաքրքիր կրեատիվ բան սարքենք բայց իդեայում իսկականում մենք սա շփոթել էինք, չեկերը խառնել ենք։ Իրականում խոհանոցը, ռեստորանային խոհանոցը մի տեղ է, որտեղ դու պետք է հասցնես եւ խոհարի աշխատանքը իրականում չնայած հերոստա լսարանի համար ինքը բավական հետաքրքիր է, բայց ինքը ծանր ֆիզիկական աշխատանք է, ծանր ինտելեկտուալ աշխատանք է եւ պետք է լինես լավ կազմակերպիչ, պետք է լինես լավ հոգեբան, լավ ֆիզիկոս, լավ կենսաբան, լավ քիմիկոս, ինչ որ կա չկա
պետքա լավ լինես, չէ՞։ Հա։ Եվ պետք է ունես լավ YouTube-յան ալիք, որպեսզի նա Արամատի Կովկասը։ Ես իմ ալիքով փորձում եմ ծանոթացնեմ մեր կովկասյան համեմունքները, մեր կովկասյան առոմատը, համերը դրսի ժողովրդի հետ, ռուս աուդիտորիայի։ Սիրելի բարեկամներ, տնավանական ավարտին է մոտենում մեր հաղորդումը եւ շնորհիվ Կարեն Ասատուրովի մենք համաշխարհային խոհարության մեջ այսպես հեղաշրջումներից մեկը արեցինք եւ հրացական խոհանոցը հարստացեցինք եւս մեկ գերակուրով, այն է Չախոբիլի ջայլամի մսով հայկական տարբերակով պատրաստված հայաստանյան հողի վրա։ Հիմա տեսնենք սրանց ինչ է դուրս գալիս, որովհետեւ մենք տեսնենք մեր հերոսատողներին դա խորտ տանք, թե չտանք, չնայած ինձ թվում է, որ խորտ պիտի տանք, ականհայտ է տեսքից, հոտից հիմա համը կփորձենք, ինչպես բոլոր կովկասյան այսպես սեղանների ժամանակ, վերջում զարդարում են կանաչիներով, որովհետև թարմ կանաչիով, որովհետև մեր կանաչիները շատ յուրահատուկ համ եւ բուրմունք ունեն։ Գիտեք, բուրմունքը դա արամատն է ռուսերեն եւ կովկասյան այսպես բուրմունքը մենք տեղափոխենք մեր ամանների վրա։ Հիմա քանի որ ինքը պատրաստել է նախագահների համար, մենք էլ օգտվենք այդ հնարավորությունից, մենք մեզ նախագահ տեղ դնենք եւ այն չեկը, որ ասենք պատահականներ են գնելու նախագահ պետք է ուտել, հիմա տեսնենք, այդքան շատ լավ, նախագահները դե քիչ չեն ուտի երևի, դրա համար այսպես չափաբաժինները մեծ են։ Հիմա փորձենք։ Ասեմ, որ նաեւ Կարենը պատրաստել է ամառային աղցան վրացական համերով, համեմունքներով։ Միսը փափուկ է կտրտվում, պատրաստվել է, պատրաստ է արդեն։ Կարող հասնենք։ Փայլուն համ ունի, եւ ասեմ, որ եթե մենք չիմանայինք, որ ինչից ենք պատրաստում, մենք չենք կարող գուշակել, շատ նրբահամ է այս ջայլամի միսը, իհարկե նրբահամ է շնորհիվ մեր Կարեն Ասատուրովի խոհարական տաղանդի եւ արվեստի, համեմունքների, այո, բայց առաջինը քո ներդրա ջանքերի, այս մեծ սիրով եմ պատրաստել ձեր համար, որ իմացամ դուք գալու եք իմ մոտ հյուր, իր այդ պատրաստել ենք հետաքրքիր մի կերակրատեսակ, իր այդ նկարել ենք մի սյուժետ, շատ երկար չմտածեցի, որոշում վրացական խոհանոց պատրաստեմ, վրացական խոհանոցից մի կերակրատեսակ պատրաստեմ, Չախոբիլի, բայց ոչ թե ստանդարտ, ոնց որ բոլորն են պատրաստում թռչնամսից, պատրաստում եմ էլի թռչնամսից, բայց չափսերով մեծ էկզոտիկ թռչնամիս օգտագործեմ այսօր։ Եվ սիրելի հերոստատիտող, ասեմ, որ համը անկրկնելի եւ Կարեն Ասատուրովի շնորհքի իհարկե անսպառ է։ Ես ցանկանայի շնորհակալություն հայտնել մեր այս հրաշալի խոհարին, երիտասարդ խոհարին, որին մեծ ապագա իհարկե սպասում եւ կխնդրեմ, որպեսզի մեր
հայ հեռուստադիտողը նույնպես աջակցի, որովհետև դիտելով իր YouTube-յան կանալը, բաժանորդագրվելով իր YouTube-յան կանալը, մենք նպաստում ենք, որ իր նման տաղանդավոր շնորհաշատ երիտասարդները ներկայացնեն նաև հայ ժողովրդին ի Հայաստան եւ Իսպուրս աշխարհի, կցանկանայի քեզ շնորհակալություն հայտնել եւ մենք կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում նոր եւ հետաքրքիր ուտեստներով։ Շնորհակալություն պարոն Խաչիկյան, ջերմ ոսկերի համար, որ այսօր դուք եկել եք իմ մոտ հյուր։ Սպասում եմ բոլորին, համեցեք, իրար հետ համեղ պատրաստենք, համ փորձենք։